Ողջույն սիրելիներս, այսօր իմ ամուսնու ծննդյան տարեդարձն է եւ ես որոշել եմ պատրաստել հավի քյաբաբ իմ բաղադրատոմսով, որը շատ համեղ է ստացվում եւ ուզում եմ իմ գաղտնիքներով կիսվել ձեր հետ։ Նախ ասեմ ինչ է պետք մեկ բաժին ստանալու համար, այսինքն մենք պետք է ունենանք կիլո/կես, ինքը հենց հավի ատվալկայա կոչվում, 800 գրամ հավի դոշ եւ 400 գրամ խոզի սալ, որպեսզի մենք պետք է դոշը խառնենք հավի ատվալկայի հետ, որպեսզի ինքը ավելի ամուր լինի եւ շշից չթափվի։ Ունենալու ենք 4 հատիկ միջին չափի սոխ, 1 կապ համեմ եւ համեմունքները։ Հիմա պատրաստեմ եւ ընթացքում դուք կհասկանաք թե ինչպես։ Նախ մանրացնում ենք հավի ատվալկան, մանրացնում ենք այն չափի, որ չափի ձեր մսաղացը թույլ է տալիս աղալու։ Կարող է ինքը ավելի մեծ, ավելի փոքր, չգիտեմ, այդ դեպքում դուք պետք է կտորները որոշեք դուք ինքներդ, ինչ չափի բաժանեք։ Ես մոտավորապես բաժանում եմ այս չափի, որպեսզի ավելի հեշտ լինի, ավելի լավ աղացվի, էլի։ Ահա վերջացրեցի մանրացնելը հավի ատվալկան, իմիջիայլոց ասեմ, որ պետք է միսը լինի սառը վիճակում, որպեսզի ինքը ավելի լավ լինի։ Եթե փափուկ է, դրեք մի 10-15 րոպե սառցարանում եւ այն պատրաստ կլինի։ Իսկ հիմա կտրտում եմ հավի դոշը, հավի դոշն է նույնպես կտրտելու եք հավի մսի չափով։ Վերջացրեցինք հավի կրծքամիսը կտրատելը, հիմա էլ կտրատում ենք սալը, 400 գրամ է պահանջում մի պորցիա քյաբաբի համար։ Կարող է մտածեք, վայ, սալը շատ է, կարող է թափվի բան, բայց ոչ, ինքը լրիվ նորմալ չափ է։ Ահա վերջացրեցինք մսի կտրտելը, հիմա սոխն ենք կտրատում, ոնց եք խորովածի ֆարշը պատրաստում, սա խառնում ենք իրար հետ, մենք է նույնը անելու ենք քյաբաբը, վերցնելու ենք այդ մի բաժնի համար 4 հատ, նայեք, այ այսպիսի միջին չափի սոխ, լրիվ հերիք է, դրանից ավել չանեք, որովհետև սոխը ինքը ջրային մասսա է շատ եւ կարող է խանգարել, որպեսզի ձեր քյաբաբը լավ ստացվի։ Բաժանում ենք աշկաչափով, հենց այնքան, որ լցնում ենք մսի վրա։ Այսպես վերջացնում ենք, ավելացնում ենք ուրեմն սև պղպեղ։ Իմիջիայլոց ասեմ, որ դուք կարող եք նաև բիբար, ինքը բալգարսկի բիբարները, որ կան, կարող եք դա էլ աղալ, ես ինչու չեմ աղում ավելացնում, ասեմ, սիրելիներս, որովհետև մեր ընտանիքում բիբար շատ վատ են վերաբերվում ու չեն սիրում, դրա համար ես չեմ ավելացնում, բայց ես ինքը շատ սիրում եմ բիբար։ Ավելացրեցինք սև պերեցը, աղը, ես բոլորը աշկաչափով, չունի ինքը չափ, աշկաչափով համեմում ես, հետո ֆարշ աղալուց հետո կփորձում ես աղիա, ալանիա, պետք է ավելացնել, պետք չի ավելացնել ու ավելի հաջող է ստացվում, հիմա էլ կարմիր պերեցը, ավելացրեցինք մոտավորապես այս չափի։ Իներս, մենք նախ միս աղալու ենք 2 անգամ, առաջի աղալու ժամանակ համեմը չենք աղալու, որպեսզի ինքը շատ չծանվի, երկրորդ աղալու ժամանակ նոր մենք կաղանք համեմը։ Իսկ հիմա խառնում ենք մի հատ, որ ամբողջը իրար հետ սիրուն, լավ մասսա լինի։ Լավ խառնելուց հետո արդեն կարողանում ենք աղալ։ Ինչքան էլ սիրելիներս ձեր մսաղացը շատ լավն է ու շատ լավ է աղում, կապ չունի, պարտադիր դուք պետք է աղաք 2 անգամ։ Պարտադիր, դա գաղտնիքներից համար մեկն է, որը պետք է կատարվի։
Ահա եւ վերջ, առաջի անգամ աղացել ենք, ահա այսպիսի տեսք եմ ստացել, բայց հիմա պետք է աղանք երկրորդ անգամ, թե չէ նայեք, այս մեջի այս սալերը, գնդիկները ինքը կխանգարի քյաբաբին, պետք է ինքը լինի համասեռ, շատ լավ զանգված, որպեսզի ամուր կպնի շամփուրներին։ Մի րոպե։ Հիմա երկրորդ անգամ աղալու ժամանակ ասեցի, չէ, որ պետք է համեմը ավելացնենք երկրորդ անգամվա աղալուն։ Որովհետև առաջինի ժամանակ ինքը արդեն շատ էլի կլղճվի ու այն տեսքը չի ունենա։ Վերջացնենք երկրորդ անգամվանն էլ, վերջացրեցինք, հիմա պետք է մի լավ հունցել, ձեռը ջուր անել, անպայման, ձեռը անում ենք ջուր և տակն ու գլուխը լավ տեղը տեղին հունցում ենք։ Հունցը շատ կարևոր է սիրելիներս, որովհետև եթե հունցը նորմալ չլինի, միտեղ կլինի աղի, միտեղ ալանի, միտեղ կանաչին շատ ու համահունչ չի լինի, պարտադիր մենք պետք է ստանանք շատ լավ համահունչ մասը։ Վերջացրեցինք հունցելու արարողությունը, նախքան պատրաստելը մոտավորապես կես ժամ կամ 1 ժամ ցանկալի է, դնում ենք սովորական սառնարան, որպեսզի ինքը ավելի ամրապնդվի, տեղափոխում ենք այնտեղ ու ավելի լավ է ստացվում։ Հավաքել, ես մի քիչ հավաքելու պրոցեսը չեմ սիրում, բայց անում եմ, ոչինչ։ Ինքը մի քիչ երկար աշխատանք է պահանջում, բայց անում եմ, որովհետև ինչը որ փորձում ես անելու սիրով պատրաստել, հաստատ ստացվում է, սիրելիներս, շատ գեղեցիկ։ Հիմա փորձենք իրան ինչ-որ ուզորներ տալ, ինչ-որ ձևավորում անենք, շորտանք ես մի կողքնել, սիրում ձևավորում անել, որպեսզի շատ գեղեցիկ տեսք ստանա, մոտավորապես այ այսպես։ Ձեզ, ես Հենրին եմ, գոհար եմ քեռակինը, խորհուրդ կտամ, որ ժողովրդագրվեն նրա ալիքը և գալ Բաղրամյան 6 Ստեփանավան քաղաքում և ասում եմ, որ ես հենց շուտով կունենամ իմ յութուբյան ալիքը, բաժանորդեք այս ալիքին և յութուբյան և օգնեք Գոհարին նա հավաքի 5000 բաժանորդ և այժմ հասնի շատ ու ավելի շատ բարձունքների։